Օրհնյալ է Թագավորը, որ Տերոջ անունով ուղղը, երկինքի մեջ խաղաղություն և փառք բարձրության մեջ։ Եվ երբ ասկե 2000 տարիներ առաջ ամբողջ Երուսաղեմը շարժեցավ, երբ Հիսուս ավանագի վրա նստած ներս մտավ և ժողովուրդը խանդավառված օրհնյալ է Թագավորը, որ Տերոջ անունով ուղղը, երկինքի մեջ խաղաղություն և փառք բարձրության մեջ աղաղակեց, այսօր մենք միանանք այդ ժողովրդին և պաշտենք այս Թագավորը, որ խաղաղություն կբերե և պիտի բերե վերջնական խաղաղությունը եզերքի։ Бид եկենք մեր ականներու մեջ թիվ 640, եկենք առաջին, երրորդ և չորրորդ համարներ, թիվ 640-րդ եղենք։ Եղբայր ենք մենք հորվորցիկ կացպարերը ավելի ծաղգազարտի հարմար են, թիվ 40, բոլս արգնանք երկյա, թիվ 40-րդ երկ։ Երկենք առաջին, երորդ և վերջի համարը, 1, 3 և 4։
Դեպիք 726 726-րդ երկրը։ Ճարաչ մեր երկած երկի մեջ երկեցինք ու մանուկներ ամեն գողմեն իր պրգալար անուն գործնեն։ Եվ հիմա մեր կիրակնորյայի մանուկները Իսուսի անունը պիտի օրտեն, իրենց սայները պիտի բարձացրեն և պիտի վաշտեն դերը։ Կիրակնորյա։
Մանգած ու գատնգեր դղայոց բենեն կողքին գալերացի և այլ է, որ գլա այսօր հոց այս մարոկները, որ իմա Իսուսը կբաշտեն, ոմանք դագավին գիտագիտ չեն իրենց սածին, երդկածին, բայց ստայն, որ մունդերը, որ գծարվին իրենց հոգիներում մեջ օրմը ուտոպի դիդա։ Աստծո խոսքեմ ոտքի վրա վիդի գարտանք, ավուր պատշաչ հատվածը ուգասի ավետարանեն և անոնք, որ իրենց ուրկիրկեր իրենց հետ կերած են, թող իմ հետս գարտան, բոլորս ծևոմը միասին գարտացած գլան։ 19-րդ գլուխ, ուգաս 19-րդ գլուխ և 29-րդ համարեն։ Հայերեն կամանքներեն, անոնք որ ուրկիրկերը պերած են, թող միասին գարտան։ Ուգաս 19-29 Երբ պետպակեի և պետայայի մոդեցավ, դեպի այն լերը, որ ստեյաս լեր կգոչվի, իր աշակերտներեն երկու կղրգեց և ըսավ. Կացեք մեր դիմացի գյուղը, անոր մեջ մտնելուտ մեզ, պիտի գտնեք կապված ավանակը, որում վրա բնավ մարդ նստած չէ, արձակեցեք սանիգա ու պերեք։ Եթե մեկը ձեզի հարցնե, թե ինչու կարձակեք, ըսեք անոր, թե դերոջը պետք է։ Կացին անոնք, որ գրգվեցան, ինչպես իրենց ըսած էր կդան։ Երբ ավանակը կարձակեին, անոր դերերը ըսին անոնց, ինչու կարձակեք այդ ավանակը, անոնք ալսին, դերոջը պետք է։ Զանիկա Հիսուսին պերին և իրենց համտերսները ավանակին վրա ցկելով Հիսուսը հետցուցին։ Երբ կերտար, իրենց համտերսները ջամփուն վրա կպրեին, երբ ավելի մոտեցավ, երբ ստերյաս լերան զարիվարեն գիչներ, աշակերտներում բոլոր բազմությունը սկսավ ուրախությամբ Աստված օրհնել, բարձր ձայնով, այն բոլոր հրաշքներուն համար, որոնք տեսեր էին, և կսեին, օրհնյալ է տակավորը, որ դերոջ անունով կգուկա, երկինքի մեջ խաղաղություն և փառք բարձրության մեջ։ Բազմությանը մեջ են փարիսացիները մեկ քանիները սինանոր վարտավետ, այդ քո աշակերտներ հանդիմանե, անիկա պատասխան տվավ ուսավ անոնց, ցեզի կսեմ, եթե ադոնք լուր կենան, քարերը պիտի աղաղակեն։ Երբ մոտեցավ, քաղաքը տեսնելով լացավ անոր վրա և ըսավ, գոնե այս քու օրվանդ մեջ գիտնայր քու խաղաղությունդ, բայց իմացած կվեցավ քու աչքերդ, վասնզի օրեր պիտի կան քու վրատ, և թշնամիներդ քու բոլորնիկդ պատնեշ պիտի շինեն, և քեզ պիտի բաշարեն, և ամեն կողմեն քեզ նեղը պիտի ցկեն, և հիմնադակ պիտի ինեն քեզ, ու մեջդ եղած զավակներդ և ամենևին քարմը քարի վրա պիտի չթողուն քու մեջդ, քանի որ չջանցար քու այցելությանդ ժամանակը։ Եվ վերջին հատվածը և դաջարը մտնելով սկսավ դուրս անել անոր մեծ ծախողները և կնողները և ըսավ անոնց, գրված է թե իմ դունս աղոտքի դուն է, բայց դուք ադիգա ավազակներու հայրերիք։ Ամեն օր դաջարի մեջ կսորվեցներ և կանայբետներն ու տբիրները և ժողորդին գլխավորները գուզեին գործընծնել զանիգա, բայց բայն չէին գնարնել, վասնզի բոլոր ժողովուրդը անոր գաբեր էր մդի գնելու։ Եվ մենք ալ այսօր գուզենք այդ ժողովրդին միանալ և գաբվիլ քեզի և մդի գնել քեզ այս գեղեցիկ օրվան մեջ, բաշտել քեզ արբամենի ձարի ջուղեր կամ մեր ոսանաները պարծացնել քեզի և բաշտել քեզ տուն բաշտամոնքի արժանի Դեր և Աստված, Դեր Իսուս Քրիստոս։ Տուն որ դարիներ առաջ եկար մեզի համար, գուգյանքը դվիր և խոնարապար, ավանակի վրա նստելով, քաղաք մդար, պաստելու համար որ տուն ծարայելու եկար և ոչ թե ծարայություն ընդնելու, տուն բալադի մեջ չծնար, տուն բալադական չեղար, տուն հարկան չագնգալեցիր, ծարայեցիր և մեզի այդ ավանդությունը ցկեցիր, որ մենք ալ քու օրինագիտ հետևինք, ծարաները լանք այս երկրի վրա, ծարաներ քեզի, ծարաներ մեզի նմաններուն, մասնավորապար դգարներուն, և այսօր ընդունե մեր օրհնությունը, ընդունե մեր կովեստը, ընդունե մեր պարապանությունը, և այսօր բոլորս որ խոսեգած ենք, կուզենք քեզ բաշտել, կուզենք ու խոսքդ լսել, քեզ մդի գնել, և դուր որ մենք բանանք մեր սրդերը, մեր ագանչները, որ լսենք քեզ,
մեր մտքի մեջ եղած բոլոր աշխարհիկ նյութերը, աշխարհիկ սպաղումները, բոլորը դուրս մնան այս սրահեն եւ մենք հոս բարավ ամաններ եկած լանք, որբեսի լեցվին քեզմով եւ լեցուր մեզ այս արաբոտ օրհնություններով Սուրբ ոգի Աստված այցելե մեզ մեր բոլոր պետքերը տուն գիտես տուն լեցուր այդ պետքերը մեր նյութական, մեր հոգեվոր, մեր ֆիզիկական, մեր դգարությունները ամեն բան տուն մեզ լավ գիտես տուն բժիշկ որպես ամենակարող Աստված մոդեցիր մեզի եւ քու ցերկդ մեզ մեր յուրաքանչյուրին վրա տիր որպեսի մենք քեզի զավակներ լանք եւ քեզի հարմար զավակներ լանք եւ մեր կյանք անցնենք քեզի ծառայելով քեզ օրհնելով եւ քեզի համար վկաներ լելով այս բոլորը կանոտ խնդրենք Տեր Հիսուս ամեն այսօր 5 մանուկներ դերոջը պիտի նվիրվին իրենց ծնողներուն կողմէ եւ Սամել Դերպայր Պամբագյան մեր հովիվը այդ նվիրման բաժնամոն կպիտի կրավիրենք սինքը որպեսզի այդ դիտները դերոջը նվիրեն Արիսովորությունը եղած է այս եկեղեցի մեջ զարգազարդի արիթով մանուկներ նվիրել պետք է հստակենք, որ նվիրումը մգրդություն չէ նվիրումը բարձ փափակ մնե որ գարդահայտվի մանուկին ծնողին կամ մեծ ծնողին կողմէ որպեսի եկեղեցին այդ մանուկը Աստծո նվիրե Աստծո կյանքում մեջ քալելու Աստծո վախովը մեծնալու եւ նաեւ երբ ծնող մանուկը կնվիրեն միևնույն ադիգա գոչ գլա բոլոր հավատացյալներուն որ այդ մանուկին համար աղոթեն որպեսի ծնողքին փափակը կործադրվի եւ իրականանա եւ հիմա երկու խոսք ուզեմ ուղղել այս մանուկներուն ծնողներուն Երից երկրորդ կողմունին ներորդ համարին մեջ այսպես կարծանք Եվ Փարավոնի աղջիկը ըսավ անոր այսինքն Մովսեսին մորը Ար այս դրամ որ սնուցանես ինձ համար ու ես քու վարձկդ կուտամ Ինչպես որ Մովսեսին մորը ըսավ Փարավոնին աղջիկը, որ դրան իրեն համար սնուցան է, այնպես ալ Աստված ամեն մանուկին ծնողքին գսե, ար այս մանուկը եւ իմ հաշվույս զայն մեծուր։ Ցեզի մանուկ մը բարգեվեցի, զանիգա ինձի համար մեծուցեք եւ ես ձեր վարձկը բիդիդամ։ Բնական է, որ ծնող պետք է լավ հոգ տանին իրենց մանուկներուն, պետք է զանոնք սնուցանեն, գերցնեն, խմցնեն, պետք է զանոնք հարկվեցնեն, պետք է զանոնք դպրոց գրգեն։ Այս բաները շատ լավ եւ անհրաժեշտ բաներ են, բայց ասում բավական չեն, որովհետեւ մանուկը միայն մարմին չէ, մանուկը հոգի ալունի, հոգին մարմինեն ավելի կարևոր է, որովհետև մինչ մարմինը ժամանակավոր է, հոգին հավիտենական է, ուրեմն հոգին ալ խնամքի պետք ունի, հոգին ալ հոգադարության պետք ունի, ինչպես որ մարմինը պետք է սնուցանեն ծնող, նույնպես եւ ավելի պետք է հետաքրքրվին իրենց մանուկին հոգիով։ Մանուկը պետք է Աստծո շնորհքովը եւ վախովը մեծնա։ Ժամանակները շատ քեշ են։
աշխարհ երթալով գաբագանի։ Եթե բադանին կամ երդասարտը աշխարհի փորձություններուն պիտի թիմադրե, միայն Աստծո վախը գրնա զինք մակուրբահել։ Այլևս շատ թյուրին միդլա փորձյան ինալը։ Ձխել, խմել, ծմրեցուցիչներ կործածել, քեշ ջամփաներու երթալ եւ օրմնալ AIDS-ը հետը դուն փերել։ Ասոն գարելիություններ են եւ միլիոնավոր բադաններ եւ երդասարտներ այսօր այս երկրին մեջ թշմարտապար այս ըսած ջամփուս գհետևին։ Գրթե մանուկը իր ջամփան ըսկացած ադենը, որբեսի ձերության ադենալ անգե չխոդորի, Արագած 22:6։ Այս գրտությունը գիրագնորյա ծբրոցեն գսկսի։ Երբ դագավին մանուկը բզդիգ է, երբ դագավին սատանայի աստիճան ենթարկված չէ, երբ դագավին պատրաստ է ընդունելու խրադը, ընդունելու Աստծո վախը, ճիշտ այդ դարիքին պետք է մանուկը սկսենք Աստծո վախով մեծնել։ Եվ գիրագնորյա ծբրոցը լավագույն դերն է, որ մանուկներ այս ուսումը, այս գրտությունը պիտի ստանան։ Այն ադեն մանր դղակ կերվեցան իրեն, որբեսի անոնց վրա ցերկ տնե եւ աղոտ կնե։ Աշակերտները կհանդիմանեին զանոնք, բայց Հիսուս ըսավ, թող դվեք այդ մանր դղոցը եւ միակ ելեք ասոնք ինձ կալեն, վասնզի երկինքի թագավորությունը այդպեսիներուն է։ Ով որ Աստծո թագավորությունը բզդիկ դվում պես չընդունի, բնավ պիտի չմտնե անոր մեջ, եւ զանոնք քիր գարավ, անոնց վրա ցերկ դրավ ու զանոնք օրհնեց։ Ահա դղակը դերոջը ժառանգություն են, որով այնի բդուղը անոր բարգևն է, ինչպես են նեդերը զորավորին ցերկին մեջ, այնպես են երդասարտներուն դղակը, երանի այն մարդուն, որ իր գաբարջը անոնցմով լեցուն է։ Եվ հիմա պիտի կանչեմ այս մանուկները եւ իրենց ծնողները եւ անոնք, որոնք կգանչվին, թող բարեհաճին արջև գալ, որպեսզի զանոնք Աստծո նվիրենք։ Էմիլի N. Շնորհոկյանի ծնողքը թող բարեհաճին իրենց մանուկ արջև գերեն։ Ով դեր այս մանուկը քեզի կնվիրենք, անուն հոր եւ որդուն եւ սուրբ որդուն, ամեն։ Փառք ունենք, որ այս մանուկը տուն շնորհեցիր այս ծնողքին եւ գաղութենք, որ զայն մեծնես քու ջամփաներուդ մեջ, քու վախովդ եւ շնորհքովդ, զինք առողջան մեջ պահես, ավսպրես քու հրեշտակներուդ, որպես իրեն լավ հոգ տանին, եւ այս մանուկը թող մեծնա եւ ուրախացնե քու սիրտդ եւ իր ծնողքին սիրտը, դեր Հիսուանով եւ քու փառքիդ համար կխնդրենք, ամեն։ Short մանուկը պիտի Catherine Sarah։
Ով դեր այս մանուգնալ քեզի գնվիրենք անուն հոր եւ որդուն սրբո Փարքուդանք որ այս մանուգը բարգեւեցիր Ռոբերտին եւ Սուզանին եւ կխնդրենք ով դեր որ հոգ դանիս այս մանուգին Աստծովախոր շնորհքով մեծնես եւ շնորհես որ քու բարձիտ մեջ Կաթերինա Քերեցի ձայգմը լա որ Քրիստոսի ամուշ քույրը չորս կողմ սրբրե եւ իր մով ու մեծանոտ բարավորվի Դեր Հիսուսյան մով ամեն Christopher Chukadarian. Եվ Քրիստոֆերը պստիկ պատմություն ունի անցյալ դարի զարգազարդին երբ նվիրում գունենայինք Քրիստոֆերին մեծ մայրը դիգին ժանեց ըսավ ինչ լավ գլար եթե ես նոր թորնիմ ունենայի և կալդարի զայն Աստծո նվիրեինք և աղոթեց որ Աստված իրենց թորնիկ մտա որովհետև 3 տարի իվեր զավակ չէին ունենար և շաբաթ վերջ լսեց որ հարսը տղի է և հիմա ունենք Քրիստոֆերը Քրիստոֆեր որ հունարեն Քրիստոֆորոս անունեն խարաչ կուկա Քրիստոսը գրող կնշանագե Քրիստոսը դանող և աղոթենք որ Քրիստոֆերն աջիշտ իր անունին դերը լա Քրիստոսը դանի և մարդոց հաղորդե Քրիստոֆեր Գերունային Ով դեր Քրիստոֆերը քեզի գնվիրենք անուն հոր և որդուն և սուրբ որդուն ամեն և քեզ մեն նվեր գնտունինք և պարկուդանք այս մանոգին համար և գխնդրենք որ զայն առողջան մեջ պահես ամեն դեսակ հիվանդները, արգացները, բուդանքները զերծ թող մեծնա և իր անունին դերը տլա ուրախացնե իր ծնողքին, իր մեծ ծնողքին սիրդը և հարավոր է ու մեծ անունոց Դեր Հիսուսյանով գխնդրենք ամեն Աչորդ երկու մանուկներ վիդալան Michael George Մսրլյան և Mark Մսրլյան Նախ Michael-ը Ովդեր Michael-ը քեզի գնվիրենք անուն հոր և որդուն և սուրբ որդուն ամեն Փարքուդանք այս մանուկին համար և կխնդրենք որ այս մանուկը Քրիստոսի շավիլներու մեջ պահես Քրիստոսի վախովը շնորհքովը մեծնա և կհիշենք որ թուն Միքայել աննով հրեշտակապետը ունիս որ թարերի իվեր շատ օգտակար ելա քեզի և քու եկեղեցիդ մարդկության և շնորհե որ Մայքլն ալ նույն երբով օգտակար ելա քեզի իր կյանքի ընթացքի Հիսուսյանով կխնդրենք փառքիդ համար ամեն My crossover gets okay.
դեր նույնպես մարկը քեսի գնվիրենք անուն հոր եւ որդուն եւ ողջույն սրբո ամեն Փառք մարկին համար փառք որ ջան տվիր եւ մինչեւ մազին հոգացիր ամեն դեսակ արգած վտանգներեն թերուբայեցիր եւ խնդրենք որ մարկը Մանուկ Հիսուսի վես մեծնա իմաստությունով ու հասակով և աստուց մե ու մարդոց մե շնոր գտնելով և շնոր է, որ մարգոս ավիդարնիչի վես օրմը մարկնալ օգտագարըլա դեր Հիսուսը դարացելու մեր ասկագիցներում անոր աննով երկու պարկիտամար գտնենք ամեն Նոր եկեղեցիով ուրախագիծենք և շնորհավորենք ծնողքը և գիտենք, որ ուրիշներ արգային իմ տորնիկս օրինակ այսօր ինքան դերևս մեկ շաբաթ վերջ ետելներ ինքան պետք է նվիրեին, բայց նոր արգարկը ուկա հիմա դերոջը պատկանում դիպիտնենք, որով սամիապար բամբակյան հրավիրենք դերոջ պատկանում դարով Երբ մոտեցավ, քաղաքը տեսնելով, լացավ անոր վրա և ասավ, քոնե այս կորբան մեջ գիտնայի քու խաղաղությունդ, բայց հիմա ծածկվեցավ քու աչքերդ։ Ձագազարդի օրը, խրախճանքի և ուրախության օրը, Դեր Հիսուսի համար եղավ սուքի և լացի օրմա։ Մեր դերը իր աշակերտներով ու իրեն ինգերակցող համագիրներով ցիթենյաց լերեն վարգիչն էին, թիմացնին Երուսաղեմներ, մեր աստուծո քաղաքը, մեծ թագավորին քաղաքը, Սուրբ քաղաքը, խաղաղության քաղաքը, գեղեցիկ հարցրությունով բոլոր երկրին ուրախությունը եղող Սիոն լերը, այն քաղաքը, որում մասին փառավոր բաներ կպատմվին, Սիոնի 4 կողմը բդեցեք, ու անոր փոլորդիկը շարվեցեք, ու աշտարակները համրեցեք, ուշադրությամբ թիրեցեք անոր բարիսները, անոր բալադները զննեցեք, որպեսզի քալուասկին պատմեք, Սաղմոս 48:12-13։ Գիտեց Երուսաղեմի փողոցները, գիտեց բարիսները, դուները, բալադները, մանավանդ գիտեց աշխարհի մեծակույն հրաշալիքը եղող Սողոմոնի դաջարը, վերաշինված Հերովդես թագավորի կողմէ շատ մեծ ծաղկով, որ իր զգայական կոդին մեջ գրնար բառնագել 210,000 բաշտողներ, իր ցյունանման մարմարյանով և ոսկե կմպետներով։ Ու մինչ այսպես գտիդեր, իր մարգարեական երևակայության մեջ տեսավ հռոմեական փամագը, ցերկերնին գրակ ու սուր, որ գմտնեին Երուսաղեմ քաղաքեն ներս, քնթելու, այրելու, դուները, բարիսները և մանավանդ դաջարը։ Լսեց քաղաքին չարթվող բնակիչներեն երկինք բարձրացող ջիջերը, աղաղակները, տեսավ արյունի արվակները, որոնք Երուսաղեմի ներ փողոցներեն վար գոսեին թեպի Գետրոն հեղեղադը։ Տեսավ մեծ թագավորին քաղաքը փլատակներու և ավերակներու վերածված, տեսավ փառքը, որ Իսրայելեն գմեկներ,
Եվ այս կալիք թշպարտություններու երևակայությունը զինք այնպես վրտովեց, որ չգրցավ իր զգացումները զսպել և սկսավ մանուկի պես լալ։ Դեսնել մոդեցող չարիքմը և չգարենալ զայն արգելել, մեր սրդին ցավ կբաճարե, բայց գարենալ զայն արգելել, բայց հագարակության անտիվին նույն մարդոց գոմե զորան գուզես բրգել, ցավըտ հազարաբադիկ գավեցնե։ Եվ այսեր բարական մեր պրճին կարող էր արգելել այս թշպարտությունները, բայց Իսրայելի ժողովուրդը իրենք, որոնք պետք է ազատվեին, չէին ուզեր ազատվել, հակառակ կգնային ազատարարին, անոր ցերկը և ոտքը կգաբեին։ Աստված բացառիկ շնորհ կրավ Իսրայելի ժողովրդին, ասկերու մեջ են զանոնք ընդրեց իր սեփական ժողովուրդը, ինքնին անոնց հայտնեց, զանոնք Եգիպտոսի հնոցեն դուրս բերավ, 40 տարի անապատին մեջ զանոնք հովանավորեց, անոնց սկանչելի օրենքներ տվավ, Կանանու երկիրը գատ և մեր փխող երկիր անոնց ժարանք տվավ, քահանաներով, մարգարեներով, թագավորներով հարստացուց զանոնք։ Դաջարին ամենասրբոցին մեջ անցան Եհովա Աստված փնագեցավ իր ժողովրդին մեջ տեղը և այդ ներկայությունով բացվեց զիրենք, հակառակ այդ բոլորին։ Իսրայելի ժողովուրդը հրյաները զինք լքեցին և օդար աստվածներու ետևեն կացին և զանոնք բաշտեցին և իրենց մանուկները այդ աստվածներուն ողջագես մատուցին։ Ինք հանցինս եկավ Տեր Հիսուս Քրիստոսով, զիրենք արտնցնելու, զիրենք այցելելու, զիրենք աստարվելու, այս այդ օգուտ Երբ Հիսուս եկավ, զանոնք մանուկներով պես կդավ, որ իրենց անցյալի փեշին փակած էին, իրենց անցյալի օրենքներուն, իրենց անցյալի մարգարեներուն, իրենց անցյալի փառքին, որ ոչ ևս էր։ Գորիս չկար, միայն գերև մնացած էր։ Օրենք, Մովսես, պաշտամունք, ութայականություն, միայն ձևակերպություններ մնացած էին։ Այս պատմութենեն հետևյալ գետերը կուզեմ ձեր ուշադրության հանձնել։ Առաջին, Աստված գայցել է մարդիկը, գայցել ժողովուրդները, գայցել ընտանիքները, գայցել է ասկերը, գայցել է երկիրները։ Աստված ըսելիք ունի մարդոց որդիներուն, հաղորդելիք պատկամ ունի մարդոց որդիներուն, այդ պատկամը սիրո պատկամն է։ Աստված մարդ արարածը գսիրե, նույնիսկ զինք չսիրողները Աստված գսիրե։ Աստված գսիրե զանոնք, որ իր անունը գանբատվեն և այդ սուրբ անունին գհայրոյեն, որովհետև սերը, սիրելը Աստծո բնության մեջն է, Աստված չի գրնար չսիրել։ Եվ որովհետև մարդիկը գսիրե, գուցե զանոնք զգուշացնել, որովհետև Աստված գտեսնե, որ մարդ արարածը իրեն ցկված թևի քավեժ կընթանա, և քիչ վերջ այդ քավեժն վար միլինա պիտի գործվի, և այս բարակային հոգիի գորուստ է, միայն մարմնի գորուստ չէ, այս գորուստը հավիտենական գորուստ է, այս գորուստը հավիտենական դժոխք է, Աստված գտեսնե այս բանը, և ուզե մարդը արտնցնել, որպեսզի իր ճամփան փոխե, որպեսզի քավեժեն վար չինա։ Եվ որով գայցել է, դարբեր միջոցներով մարդոց կխոսի, Սուրբ Ոգին կգործե մարդոց սրտին մեջ,
ու մտքին մեջ եւ գաշխատի զանոնք արտնցրել եւ դպավորել այս գենսական հարցով։ Ինչ է գենսական հարցը։ Կյանքի ամենեն կարևոր հարցը քու հոգիդ փրկությունն է։ Քու մարմինը չէ, քու գործը չէ, քու ուտելիքը չէ։ Ամենեն կարևոր հարցը քու հոգիդ փրկությունն է։ Եվ Աստված այս հոգիով գեհնակրկրվի։ Եվ կյանքի այլազան թեփքերը, հիվանդություններ, արգացներ, մահ, ցախողություններ, նյութական վնասներ, ինչպես նաև նյութական հաջողություններ, այս բոլորը Աստծո այս նպատակը գետաբնթեն, մարդուն փանմը խոսիլ, մարդուն փանմը հասկացնել, որ ան հոգի ունի, այդ հոգին վտանգի մեջ է, այդ հոգին պետք է փրկվի, այլևս պիտի գործվի։ Այս է այս բոլորին նպատակը։ Երկրորդ, մինչ մեկ կողմեն Աստված իրեն ինգած բաժինը կատարե, մյուս կողմեն մարդ արարածնալ ընելիք ունի։ Ինքալ պետք է հետաքրքրվի Աստծո փրկության ծրագրով, պետք է գիտնա թե Աստված իր մեջ ինչ կուզե։ Մեր բնապանի մեջ Հիսուս գսե պետք է գիտնայիր։ Մեր հոգին նկատմամբ գարկ բաներ գիտնալ անհրաժեշտ է։ Օվսիա մարգարեն գսե իմ ժողովուրդս գիտություն չունենալուն համար բնաչինչ իրան։ Օվսիա 4:6։ Մարդուն ամենամեծ թշնամին իր գրոնական դգիտությունն է։ Եվ մեր հայ ժողովրդին ամենամեծ թշնամին գրոնական դգիտությունն է։ Եվ եթե սխալ չեմ ասեր, եթե ասել ուլամ, որ մեր ժողովրդին հայրեն 90-ը Սուրբ Գիրք չեն կարդար։ Գսեմ մեր ժողովրդին հայրեն 90-ը Սուրբ Գիրք չեն կարդար։ Եվ իրենց հոգին հետ առնչություն ունեցող բաներեն անդերյակ են։ Հարավային Ամերիկա 90%-ով կաթողիկ է։ Եվ շրջանը մինչև 1965 Հարավային Ամերիկայի մեջ Սուրբ Գիրքի շրջագայություն արգելված էր։ Կանաններ եւ բզիկներու ցերկը Սուրբ Գիրք նոր գդագարան կամ ավետարան տեսնեին, գարնեին եւ գտանեին գայրեին։ Սուրբ Գիրքը արգելված էր ամբողջ Հարավային Ամերիկայի տարածքին։ Բայց երկրորդ Վատիկանին, որ 1963-65 դեմեց, Կաթողիկ եկեղեցին Սուրբ Գիրքի ընթերցանությունը ազատ ցկեց Հարավային Ամերիկայի մեջ։ Եվ ժողովուրդը սկսան Սուրբ Գիրք կարդալ, եւ սկսան լուսավորվել, եւ ժողովուրդը սկսան ապաշխարել հարյուրներ, հազարներ, տասնյակ հազարներ, եւ հիմա Հարավային Ամերիկայի մեջ 50 միլիոն հավատացյալներ կան։ Թարերու ընթացքին հավատացյալներ շատ քիչ էին, որովհետև Սուրբ Գիրք չէին կարդար, որովհետև գրոնական դգիրության մեջ կգործվեին, բայց երբ Սուրբ Գիրքը ազատ արձակվեցավ, Աստծո խոսքը գսե քո խոսքիդ մտած դերը լույս կծակի։ Աստծո խոսքը մարդոց միտքը, սիրտը, հոգին գլուսավոր է, անոր համար սիրելի եղբայրներ, քույրեր, ցես միանոն, որոնք Սուրբ Գիրք չեն կարդալ, այսօր մնե սկսյալ որոշեցեք Սուրբ Գիրք կարդալ։ Սուրբ Գիրքի ընթերցումը ցեզի օգտակար բիդելա, ցեր միտքը բիդել լուսավոր է, ցեր հոգին բիդել լուսավոր է, ցես բիդի զարգացնե, ցեզի հաջողություն բիդի շնորհե, ցես բիդի կանչալերե, ցես բիդի առաջնորդե, ցես բիդի մխիթարե, հարստությունն է Սուրբ Գիրքը, որ պետք է գարցանք։ Երրորդ, Աստծո այդ ծերությունները պետք է քննադենք, զանոնք արժեքավորենք, անոնց հարկը պետք է գիտնանք, անոնք մեր օգուտին համար են, մեր սիրով սրդեմը կփխին, մեր շահերը կբանչեն, որ անոնց կարևորություն տանք։ Հանկուցել Վիկտորիա Թակուին, որ աստվածավախ Թակուին ուներ,
սովորությունն էր իր բալադին կողը գտնվող աղքատ այրիները այցելել եւ անշուշտ միշտ ցերկը փանմը գտաներ այդուին բարապ ցերկով չերտար եւ օրը աղքատ գին այցելեց տուրս հարգավ տուրը չպացվեցավ թարցել զարգավ թարցել չպացվեցավ ուսալեցավ ցկեց գնաց հետո այս գինը հասկացավ որ թակուին զինք այցելած է լսած էր թուրին զարնվիլը բայց կարծած էր որ թրացներեն մեկն է որ եկած է իր թեյը խմելու եւ իրեն ասած է ես թեյ չունիմ ասորանոր խմցնելի եւ երբ լսեց որ բրիտանական գայսրության գլուխը եղող գայսրուհին թակուին եկած էր զիջանած էր քալու իր համեստ աղքատ դնագը մտնելու եւ զինք այցելելու ասիգա իր սրդին շատ ցավ շատ դեպ եղավ մինչև իր յանքին վերջը բայց այսօր ցեզ այցելողը Վիկտորիա Թակուին չէ այսօր ցեզ այցելողը փարած դերն է դիեզերքի արարիչը ամենագարով Աստված է որ այսօր իր խոսքով ցեզ գայցել է եւ ցեզի կխոսի Չորրորդ այս այցելության շրջանը օրը վերջ պիտի գտնենք այդ շրջանը մեր անգալացեն ավելի շուտ գնա վերջ գտնել մեր դերը 3 տարի Իսրայելի ժողովրդի մեջ կործեց գիշերը ծորեգին խառնեց քուրեկու քաղաքեկար կնած շրջեցավ հորտորեց սորվեցուց կարոզեց բժշկություններ վերջապես Զագազարդին օրնալ բաշտոնապես իրենց ներկայացավ իբրև թագավոր մարգարե եւ քահանա բայց դժբախտաբար Իսրայելի ժողովուրդը չգրծավ օգտվել այդ այցելութենեն այցելության օրը գսել գուզե օր գար շրջանին գարշան գարնարդե անմիտ հողակորց մգար այս մարտահոյագավ ծրակիրներ մշակեց ապակայի համար բայց մտքեն չեր անցներ որ այդ քիշեր իսկ իր հոգին իր մեջ պիտի բանջվեր շատերեն լսած են երբ ձերանամ ապաշխարելու մասին պիտի խորհիմ հիմա դակավին երդասարդ եմ հիմա դակավին աշխարհը վայելելու ժամանակս է երբ ես ձերանամ ցերկերս ոտքերս այլևս բռնել է թատրին եւ այլևս ախորժակ չմնա հաջուկի յետևը ըլլալու այն ադեն ապաշխարելու մասին պիտի խորհիմ այսինքն ուրիշ խոսքով ավելցուկը Աստծո միտան իմ կյանքիս լավագույն օրերը սատանային պիտի նվիրեմ մեղքի պիտի ծառայեմ աշխարհի յետևեմ պիտի երթամ աշխարհասիրությունը իմ փորձս բաշխոնս նպատակս պիտի երբ այլևս խլխլիկ եղա այն ադեն Աստծո իմ սեգս պիտի նվիրեմ Աստված այս տեսակ նվեր գուցե Մահակյա մարգարեն գսե չեր թակավորին դարեք այդ տեսակ նվեր մտվեք նա ինչ պիտի ասե Աստված պիտի համնի այդ տեսակ թակավորը մենք ոչ միայն մեր հոգին մեր յանքը պետք է Աստծո դանք եւ ինչ երաշխեք ինչ գարանտի որ ձերության գիտը մնաս չես բեով գրնա ինձի մուրհակ նսորակրել եւ ասել 24 ժամ վերջի Եսոս եմ ես պիտի չամարցագեի որտեղ գտեսնեն 4 կողմերից գենչ կանանչ դրակներ աղջիկներ 20, 20, 30 տարեկանին ադենմա սրդի գատվածը միայն դարիք առածներում համար է հիմա երդասարտներ 20-30 տարեկան երդասարտներ սրդի գատվածով հանգարցաբար կլան կյանքը անորոշ սիրեմներ թե հոգին է իխար միսեք ձերանամ ապաշխարության մասին հոգիս մասին մի դխորին հիմա է երդասարտյան ժամանակ երբ չերկետ ոտքդ գրնա կործել պրնել Աստծո համար հիմա կյանքդ Աստծո նվիր է հիմա սիրտդ Քրիստոսի նվիր է որպեսի
ծառայես այս վեհ նպատակին։ Եվ այս խոհակորձը դժբախտաբար չգրցավ իր ծրագիրը իրականացած տեսնել եւ մի չտեսնեն այդ ծրագիրը իրականացած ցես մի անոնք, որոնք իրենց ապաշխարությունը դարիներու վերջին գծկեն եւ վերջին գետն հիշենք։ Եթե մենք ժողտական գեցված կրնենք Աստծո այցերուներու հանդեպ, գրնանք վստահ լալ, որ արդյունքը մեզի համար ողբերգական մի դրլա։ Իսրայելի ժողովուրդը իբր օրինակ արեք, Պիղադոս, Հեթանոս իշխանը ուզեց Հիսուսը ազատել, բայց Իսրայելի ժողովուրդը ըսին խաչան է։ Բայց Պիղադոսը ես այս մարդը կնեցի, հանցում չդեսա իր մեջ։ Այս մարդը անմեղ է, թարցյալ բորացին ըսին խաչան է։ Այդ բարակայնսավ ես իմ ցերկերս կլվան, այս անմեղ մարդուն արյունը ցեր վրա եւ ցեր զավակներուն վրա լա, ըսին ամեն այդպես թողլա, Աստված լսեց այդ աղոթքը, այդպես եղավ։ Թարերու ընթացքին հրյաները, Իսրայելի ժողովուրդը ուր որքացին, խալացվեցան, չարչարվեցան, փանդարգվեցան, մաքսորվեցան, այս վերջին պատերազմին Հիտլեր միայն 6.5 միլիոն հրյա չարթեց եւ այսօր անկախ պետություն ունին Իսրայելի հողին վրա, բայց 120 միլիոն թշնամի արաբներով շրջապատված են, որոնք պատրաստ են որևէ վարյան, որ առիթը ներկայանա հարցագիր եւ իրենք հնաչին չնել։ Աստծո անեծքը իրենց վրա դագավին կհանչի, մինչև այն օրը, որ միլսեն օրհնյալ ըլլա Դերոջը անունովը Եգովը։ Ինչ որ Մովսես մարգարեացած էր երկրորդ օրնած 28-րդ գլխի մեջ, փառացիորեն գադարվեցավ հրյաներու վրա։ Եվ նաև Եզեկիելի մարգարեության 38-ը և 39 գլուխներու մեջ հիշված այդ արշավը հյուսային երկիրներու կողմէ Իսրայելի վրա գրնա որևէ վարյան պատահել։ Անոնց քոյությունը վտանգի մեջ է։ Ինչու բարձրապես իրենց այցելության ժամանակը չգիտցան։ Այսօր Աստված մեզ ալգայցել է։ Այսօր Աստված մեր չգտնվող սիրելի անաբաշխար որդիներուն ալ գխոսի, ըսելիք մունի, և այդ ըսելիքը շատ բարձ է, պետք է ինձի թարնաս կսե Աստված, պետք է ջամփատ փոխես, պետք է սազանայեն և մեղկեն և աշխարեն հրաժարիս, և ինձի նվիրվիս, որբեսի ես կեզ օրհնեմ, որբեսի ես կեզի հավիտենական կյանք դամ և թժողքեն դուրս պահեմ կեզ։ Այսպես գսե դեր Աստված մեզ միամեն մեկ։ Ձեզ բան մսեմ, եթե դեր Հիսուս այս արդու մեզ այցելելու ըլլար, մեզ մեր ոմանց համար մի դլար։ Գսեմ, որ դեր Հիսուս մեզ մեր ոմանց համար մի դլար, որոնք են ասոնք, անոնք են, որոնք իրենց խոտիներու փրկության նկատման բոլորին անդարբեր անոք են, իբրև թե հոգիտ շունին, իբրև թե միայն մարմին են,
իրենց հոգին երբեք իրենց նույթ չլար, ապաշխարելու մասին երբեք չեն խորհիր։ Գսեմ Տեր Հիսուս այդ տեսակներուն համար պիտի հոս գենար եւ պիտի լար, պիտի հեծգլդար։ Որովհետև պիտի տեսներ այդ տեսակներուն աբական իր մարգարեական աչքերով պիտի տեսներ այն դժողքը, որ լայն փացած է այդպեսիները գլելու համար։ Եվ ասում գոյև է քայլ չեն արներ, երբեք դարնուվրատ չեն լար, երբեք նու չեն ուներ իրենց հոգին փրկությունը, այս բան համար Տեր Հիսուս պիտի լար։ Ուրեմն զարգացակի պատգամը շատ հստակ պետք է լա հիմա։ Ինչու Տեր Հիսուս Երուսաղեմ գնաց, սիրենք այցելելու, սիրենք արտնցնելու։ Ինչու Տեր Հիսուս այսօր մեզ գայցել է, մեզ արտնցնելու, մեզ եսելու, որ թոք հոգիմ ունի, այդ հոգին անմահ է, եթե այդ հոգին թոք չպրգեք թժող պիտի երթա, և թժողը լավ դերմը չէ, դարաբանքի դեր է, հավիլենական դերմն է, ժամ առաջ ապաշխարեցեք, ինձի թարցեք, որպես այդ թժողքեն դուրս մնար։ Այս է զարգազարդի պատգամը։ Եվ բաղնում խոնարեցնենք մեր գլուխները։ Եվ այս սված խոսքերում լույսում դա քննենք մեր անձերը։ Մեր խնջնակին հարցնենք նայենք, մեր խնջնակը ինչ կսե այս մասին։ Ուր ենք մենք։ Ինչ է մեր հոգին վիճակը։ Եթե այսօր այս վարգանին սիրտս կենալու լա, իմ աչքերս ուր պիտի փանամ։ Տրախ երթալու հույս վստահություն ունիմ։ Քրիստոսի մեջ ավաստանարան կդած եմ իմ հոգիս, անոր սուրբ արյունով իմ մեղքերս ներված եմ, հոգիս փրկված է։ Այս հարցումները հարցնենք մենք մեզի։ Եվ եթե չենք կրնար այո ասել, ուրեմն շատ վտանգավոր վիճակի մեջ կգտնվենք մենք։ Պետք է այս խնդիրը լուրջ նկատողության առնենք և մինչ թուրը բաց է, մինչ Հիսուս մեզ կգանչե և գայցել է, գտնանք այդ այցելության հարկը, կստանենք մեր մեղքերը։ Հրավիրենք Հիսուսը, որ մտնե մեր կյանքերը ներս, մաքրե մեր մեղքերը, ներե մեր մեղքերը և մեր անմահորքին փրկե։ Ես կուզեմ աղոթել ձեզ անոնց համար, որոնք այս պապակը ունին այս հարդում, որոնք ուզեն իրենց մեղքերեն փրկվել և հավիտենական կյանք ստանալ։ Եթե այդպեսներ իրենց ձեռքերը վերցնեն, գուզեմ այդպեսներն մասնավոր գերբով աղոթել և զինենք Աստծո շնորհքին անցնել։ Որոնք կան մեր մեջ այս արդու, որոնք կուզեն այս բրգիչը ընդունել այս արդու, եթե ձեռքենի վերցնեն, ես կուզեմ իրենց համար աղոթել, որոնք կսկան, որ վտանգի մեջ են և պետք ունին այս բրգության։ Աստված ձեզ կգանչե, Աստված ձեզ կաստարարե, Աստված գուզե ձեզ փրկել, բայց երբ դուք հակառակ կգնաք և գսեք զիս մի փրկեր, Աստված ինչ կրնա անել, ես ինչ կրնամ անել։ Ով Տեր, ես քո խոսքդ խոսեցա, ուզեցի արտնցնել մեր մեջ գտնվող բոլոր անապաշխար ոգիները, գաղութեմ, որ Սուրբ Հոգին շարունակե գործել անոնց սրտերում մեջ, գաղութեմ, որ Սուրբ Հոգին անհանգիստ տնե բոլոր այն հոգիները, որոնք դակավին փրկված չեն, որպեսզի համոզվին, տեսնեն փրկության անհրաժեշտությունը, քեզի դառնան
Խոստովանին իրենց մեղքերը, ընդունին Տեր Հիսուսը հավիտենական կյանք ստանան եւ ապահով լան հավիտենականության համար։ Դարձյալ խոսելով Տեր, Սուրբ Օգով դարձյալ զիրենք համոզե, դարձյալ արտընծուր, որպեսի չգործվին այս սիրելի հոգիները։ Տեր Հիսուսյան օգուպակիտ համար կխնդրեմ։ Ամեն։ Ահա մանգունք ծնծմամբ երկեն, ովսաննա Քրիստոս արքային, պրպչին կավուստ գհրճագեն, և պրգություն մեղավորին, մեսի անուն ծնձուն դվավ ամեն հրեի հետանոսի, զիր արյամպ մեղ կվերցավ, ուստի երկենք սեր Հիսուսի, երկենք թիվ 700 երկը, ինչպես մեր բադանները գրան երկեց ասկի առաջ, Ուղղակ համարնար երկենք, վերջին համարը ոտքի վրա, թիվ 700 Park Udank, Fortunai Sardu, Mezalai Seletsir,
Եվ կխնդրենք, որ մենք Իսրայելի ժողովրդին պես չլանք, որ իրենց այցելության օրը չգիտցան և շատ սուրքին մվճարեցին անոր համար։ Գաղութենք, որ մենք գիտնանք այս այցելության հարկը, գաղութենք, որ փանանք մեր սրդերը, քեզ ներս հրավիրենք մեր կյանքերեն, մեզ բանոնք, որոնք դակավին քեզ չեն հրավիրած, գաղութենք, որ այս օրը, ձագազարտին օրը, խոսք գտնվող սիրելի անաբաշխար հոգիներեն ոմանց համար ըլլա փրկության և ուրախության օրը։ Եվ հիմա Տեր Հիսուսի շնորհքը, որ Աստծո սերը և Սուրբ Օգուն հաղորդակցությունը ձեր ամենուն հետ ըլլա։